Բարև ձեզ հարգելի դիտողներ, հարգելի հայրենակիցներ, այսօրվա եթերը լինելու են հայերեն եւ ես ուզում եմ շեշտը դնել մեր հայերի վրա, որը գտնվում են Հայաստանում եւ էթալով ես հասկանում եմ, որ շատերը չեն հասկանում ռուսերենը, չեն խոսում, այն մակարդակի չեն տիրապետում, ինչպես ավելի մեծ սերունդը։ Այսօր ես ուզում եի խոսել մի վիդեոյի մասին, որը ես տեսա, որտեղ լրագրողները այցելել են դպրոց եւ դպրոցում գնում ուժեղ քննարկում դասատուն ինչ է եղել։ Այդ դպրոցում մի դասատու դասարանից դասարանով գնալով պատմում է երեխաներին, ինչպես լավ կլինի, եթե հայերը եւ թուրքերը ապրեն խաղաղ երկրում, իրար սիրեն, ընկերություն, բարեկամություն անեն եւ այլն եւ այլն։ Այդ դրա մասին ես կխոսեմ մի քիչ հետո։ Հիմա ուզում եմ ասեմ, այդ երեխաները ինչպես են վերաբերվում այդպիսի տեղեկատվություններին։ Եվ երբ ես տեսա ինչպես են երեխաները վերաբերվում, ես հասկացա, որ մենք ունենք ապագա, ինչքան էլ տարօրինակ դա չարձագանքի, ձեզ համար կա ապագա, ես նկատի ունեմ, որ այդ սերունդը մեր ապագան է, այդ սերունդը, այդ երեխաները, որը այնտեղ են, որը վիճվում են այդ դասախոսի հետ, այդ ուսուցիչի հետ, իրանք ցույց տվեցին իրանց գիտելիքով, իրանց հասկացողությամբ հանդեպ, որ մեր Հայաստանը ունի ապագա։ Իրանք ամեն ինչ հասկանում են, իրանք հասկանում են ով է հայ եղբայրը եւ քույրը եւ ով է թշնամին։ Վերաբերյալ հայ-թուրքական հարաբերություններին ես կարող եմ ասել հետևյալը, որ Թուրքիայի էլիտան, Թուրքիայի պատգամավորները եւ ընդրանք, ով որ կատարում են որոշումները, իրանք ուզում են վերջացնեն հայի հարցը, կետ դնեն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է հայի ոչնչացումը, քանի որ թուրքերը չեն ապրում իրանց երկրում։ Իրանք եկել են մեր երկիր, փորձել են եւ սպանել են շատերին, այդ տան տերին, եւ իրանք չեն կարող քնել հանգիստ, իմանալով, որ այդ տան տերը դեռ սաղ է, կենդանի է։ Ու ամեն դեպքում իրանք ուզում են որոշեն դա այդ հարցը իրենց սատելիտի հետ, սենց ասած մյուս Թուրքիայի մասը, Ադրբեջանը, իրանք քնում ու տեսնում են ոնց են որոշելու հայի հարցը։ Դա մեծ խնդիր է հայության համար, երբ դու ունես հարևաններ, որը ուզում են քո մահը։ Ամեն դեպքում ես խոսում եմ եւ ասում եմ էլիտայի մասին, դրանց մասին, ով որ կատարում է պոլիտիկան, Թուրքիայի կամ Ադրբեջանի, ավելի շատ Թուրքիայի, քանի որ Ադրբեջանի մարդիկ, ով որ ապրում Ադրբեջանում, նաեւ հասարակ մարդիկ, իրանք լրիվ պրոպագանդայի տակ են եւ իրանց հետ խոսել դժվար է այդ առումով։ Ես խոսում եմ Թուրքիայի մասին եւ Թուրքիայի բնակիչների մասին, սովորական թուրքը ապրում է իր կյանքով, շատերը ունեն հայ ծագում, հայ արյուն ունեն թուրքերը եւ օգտագործելով սոցիալական տեխնոլոգիաներ մենք կարող ենք վերադարձնել իրենց հայության։ Այդ գործը պետք է կատարվի։ Իրանք
իրանք միլիոնավոր հայերին սկսած այն ժամանակից, երբ իրանք Մեջին Ազիայից եկան հայկական լեռնաշխարհը, իրանք միլիոնավոր հայերին դարձրեցին թուրք, մուսուլման։ Դա նշանակում է, որ այդ process-ը ունի ուրիշ ձև, որ մենք կարող ենք իրանց դարձնել, բերել նորից հայության։ Դուք կարող եք տեսնել եթեր Տիգրան Ավագյանը խոսացել է Էրոլ Ամատունի հետ։ Էրոլ Ամատունին հայ է, համշենահայ է Թուրքիայից։ Եվ ինքը պատահական է իմացել, որ ինքը հայ է։ Նաև մենք ունենք պատմություն ուրիշ հայտնի երաժիշտի, որը Թուրքիայից եկել էր Հայաստան համերգ տալ, ու ինքը տեսել էր Երևանի փողոցներում Կոմիտասի լույսանկարը եւ զարմացել էր, ինչու է, եթե ինքը թուրք է, ինչու է ինքը այս շատ նման Կոմիտասին։ Ու այտենց հարցնելով իր բարեկամներին, ինքը գտել է եւ հասել է նրան ու հասկացել է, որ ինքը հայ է, հայի ծագում ունի եւ ընդունել է իր հայությունը։ Այդպիսի ձևով մենք կարող ենք բերել թուրքերին դեպի հայություն, քանի որ դա մեծ գործ է ու դա պիտի կատարվի։ Այսօրվա եթերը լինելու են կարճ, ոնց որ առաջի վիդեոն այս հայկական ալիքում ես շարունակելու եմ խոսել հայերեն ու դիմել ձեզ, խոսել ձեզ հետ, խնդրեմ գրեք ձեր մեկնաբանությունները, ասեք ինչ թեմաների մասին դուք կուզեիք խոսենք եւ միշտ շարժվենք առաջ, շարժվենք դեպի հաղթանակ։ Հայը միշտ պայքարել է, պայքարում ոգ պայքարի ու միշտ հաղթել է։ Մենք դեռ կանք եւ կլինենք։ Շատ շնորհակալություն ձեզ եւ միջ հանդիպում։